Շատ սիրելիներ, հրաշալի սրահ է այս պահին եւ այս հավաքը հրաշալի բարձր ու վսեմ իրադարձության շուրջ է տարեդարձը Կոստան Զարյանի մեծանուն հայ բանաստեղծ, գրող, մտածող, մշակութաբան ես 25 տարեկան էի, երբ իր հետ շփվելու հնարավորությունը ունեցա, իրավունքը ունեցա, քիչ առաջ պատմեցի հեռուստացելով, թե ինչպես Հայաստանի կոմպոզիտորների միության շենքում տեղադրեցին Երգեհոն, դա նոր բան էր Հայաստանում առհասարակ, Երգեհոն։ Ես ամիջապես գրեցի կոնցերտ Երգեհոնի և Լարային վագախմբի համար, այդ գործը հնչեցրեց Վահագն Ստամբոլցյանը, այն ժամանակվա մեր հեղինակավոր առ այսօր մեծ հեղինակություն իբրև հիշատակ վայելող Վահագն Ստամբոլցյանը և առ այսօր սիրով հիշվող մեծանուն երաժիշտ Զարե Սահակյանցը երկուսով իրականացրին այս կոնցերտը պրեմիերան դահլիճում շատ փոքր թիվ մարդ կար 5-6 մարդ Կոստան Զարյանը հարկ էր համարել գալ եւ լսել այս գործը բոլորիս վրա դա անչափ մեծ տպավորություններ թողել համերգը եղավ ես այդ օրվանից իրավունք ստացա իրեն այցելելու իր կողքին լինելու, քայլելու, սրճարանում այս նկարիչների միության այնտեղ նստելու, ուղեկցելու իրեն սրճարանից տուն, լսելու իր խոսքը, որ չափազանց քիչ էր, բայց բարձր բովանդակություն ուներ կհիշեիր մշտապես, ընդ որում խոսք, որ թե արժևորել գիտեր, երևույթը արժևորելիս գիտեր ճիշտ բարձրագույն չափանիշներին համապատասխան գնահատական տալ։ Ես այդպես եմ կարծում, առավել ևս այսօր, բայց նաև անխնա էր գեղեցիկի սուտի նկատմամբ, անխնա։ Ես դրվագներ ունեմ հիմա, որ չեմ հանդգնի պատմել, որովհետև այդ մարդկանց հետ ունեցած հարաբերության արդյունքում բաներ են բարձվում, որոնք չես բացի այդ մարդկանց հարազատները կան եւ այլն։ Ուղղախոս եւ անընդունելի էր իր համար որևէ ստախոսություն, մոտավորապեսություն մտքի բնակավարին։ Միայն մի դրվագ հիշեմ այսքանով, մենք բարձրանում էինք Աբովյաննի վեր, Թումանյանին դեռ չէինք հասել, դիմացի մայթից մեզ արագ մոտեցավ մի հասուն տարիքի տղամարդ, ասաց, որ ինքը ջավախքից է, որ շատ սիրում է Տատրագոմի հարսը և չի կարող առիթը բաց թողնել այս մասին Կոստան Զարյանին չհայտնելու։ Եվ այս մարդը հեռացավ։ Կոստան Զարյանը իր մտորումների միջից ինձ նվիրեց հետևյալը. Տատրագոմի հարսից է սկիզբ առել Պարուր Սևակի անլրելի զանգակատունը։ Ինչպես կուզեք վերլուծեք կամ վերծանեք սա, այստեղ կար մի անսովոր գնահատանք, թե Սևակյան այս աշխատանքի պոեմի և թե իր Տատրագոմի հարսի ու այսօրվա պոետական մտածողության միջև, այսօրվա իրական ապրվող կյանքի հորձանութի միջև։ Ես երաշուն գրեցի
ինքը ինձ նվիրեց, ինքը ինձ տվեց, չասեց նվիրում եմ, ասեց տալիս եմ կարդալու օրերի պսակը գրքից խունացած, հոգնած մի գիրք եւ տվեց որ կարդամ։ Բերեցի տուն եւ շատ կարճ ժամանակ հետո ծնվեց այս խմբերքերի շարքը։ Առաջիկայում 69 թիվներ ինքը պիտի այն աշխարհ գնար, այսօր այդ օրերին պիտի նշվեր Կոմիտասի 100-ամյակը։ Եղավ այս միաձուլումը Կոստանդինյանի այս պոետական թանկարժեք մասունքների եւ Կոմիտասի 100-ամյակին, որոնց ես միջնորդ եղա համեստս։ Ինչևէ, դա եղավ իմ առաջին գործը իր պոեզիան երաշում բերելու ճանապարհին։ Այնուհետև շարունակություն եղավ Փառք Աստծո, շատ պիտի ուզեի ավելին լիներ անշուշտ, բայց ուրեմն այս 3 խմբերքերին 3 ասացված հոր համար, ասացված երկչի համար, ասացված աստղի համար։ Երկրորդ գործը եղավ Դուե Ֆանչուլի գրքից փոքրիկ մի գիրք էր դա, որը ես հետո իմացա, որ իտալական դասական գրականության հիմնավոր արժեքներից մեկն է, փոքրաթիվ արժեքներից մեկն է համարվում Իտալիայում։ Եվ այդ գիրքը նույնպես ինձ տվեց, բերեցի տուն, ես չգիտեմ ինչ ճանապարհով կարողացա ինձ համար առանձնացնել մի հատված իտալերենով, իտալերեն չգիտեմ, շատ սիրում եմ, բայց չգիտեմ։ Այդ հատվածը հանեցի, այն ժամանակ ես ապրում էի վերածննդի շրջանի երաժշտության գեղեցկությամբ, գեղագիտությամբ, մտածողությամբ, տեխնիկական նաև կառուցողական։ Եվ ուրեմն որոշեցի գրել մադրիգալ։ Սա լավագույն օրինակն էր թե իտալերենով, թե իր պոետական պարունակությամբ գրելու այս մադրիգալը։ Սա այս գործը ապրում է առ այսօր փոքրիկ կազմ է նվագողների եւ երկչի կամ երկչուհու։ Այնպես եղավ, որ այս երկու գրքերը բավական ժամանակ մնացին ինձ մոտ։ Բայց հետո մի օր եկավ, երբ այլևս մեծանուն բանաստեղծը մեզ հետ չէր, 69-ից հետո Արմեն Զարյանը մի օր հայտնեց, որ խնդրում է, որ այդ գրքերը ես վերադարձնեմ։ Ես անշուշտ սիրով վերադարձրի գրքերը, բայց ինձ այստեղ հիացրեց այն, որ այստեղ որևէ պատահական շարժում չի լինում այս տանը գիրքը դուրս տալ եւ ներս չբերել, այդպիսի բան չի լինում։ Եվ առհասարակ այս տան հետ քայլում ենք միասին, եթե մայթը պիտի փոխեինք, այնպիսի կեցվածքով էր քայլում, այնպիսի մեջքը ուղիղ, գլուխը բարձր եւ հաստատ քայլերով, հաստատ։ Ես որ տեսնում էի, սա պիտի իջնի մայթը, սարսափում էի, պիտի տեսնում էի արդյոք, որ այստեղ պետք է մայթը իջնել, որտեղ գլուխ այնքան վեհ։ Սա պարզ բաներ են սրանք, բայց չես կարող մոռանալ։ Այդ տարիքի մարդը մի հատ նայում է ներքև, ոտքերի տակ, չկար դա։ Ես պիտի ասեմ, որ իր պոեզիայի մեջ ամբողջությամբ իր այս կեցվածքը մշտապես ներկա է եղել եւ այսօր դա կարելի է ապրել այդ կեցվածքը իր պոեզիայի մեջ, որ երբեք գլխահակ չեղավ, կորացած կորակամակ չեղավ, եղավ Տեր, գաղափարի, երկրի,
ընթացքի գոյութենական ժամանակաշրջանի ծավալումների տեր, առաջնորդ, տիրակալ։ Եվ այստեղից ես սիրում եմ հայ գրականությունը, գիտեմ թե արևմտահայ բանաստեղծություն եւ թե մեր գրականությունը ավանդական, հնագույն եւ նորագույն, բայց Կոստանդինոսյանի պարագային ամեն ինչ անսովոր էր, հայերենը անսովոր է, դա հայերեն է, որը իր արմատների մեջ ունի ամբողջ շերտերը հայոց լեզվի, այնուհետև դա իր մեջ ունի նշույլներ արևմտահայերենի, կարծես թե, բացի այդ, այս հայերենը մի հնչողություն ունի, որ առանձնանում է ամբողջ հայ պոետական արվեստի անդաստանում, առանձնանում է իր հնչողություններով, այնքան ուրիշ մի տեսակ ներդաշնակություն գոյություն ունի այստեղ, թե ձայնավորների, թե բաղաձայների, թե այս սրանց հարաբերության անսովոր է դա, երաժիշտիս համար դա շատ հրապուրիչ, շատ գրավիչ մի երևույթ է, բացի այդ լեզվի այս հսկայական շերտավորումների ընդհանրացումը, նաև որևէ սահման չուզեց ճանաչել Հայաստան, Սփյուռք, Եվրոպա կամ Լիբանան, բոլորովին ինքը մնաց արարատյան հայը, ինքը այդպես էր իրեն ձևակերպում եւ այս տեսակետից նույնպես անսովոր էր, բայց անսովոր էր նաև իր ընդգրկումներով արևմուտքի գրական որևէ շարժում եղան մեզանում իհարկե ֆուտուրիստներ կամ այս կամ այն շարժման հետևորդներ, որ ուզեցին մտնել այս շարժման մեջ։ Կոստանդինոսյանի պարագային հատուկենտ չէին դրանք, ամբողջություններ, գրական աշխարհի ամբողջ տարածքը եւ ինքը։ Երևի կարելի այսպես ներողամիտ եղեք իմ վերլուծականս համարձակությանս համար, բայց սա իմ զգացողությունն է, վերլուծական միտք չէ։ Ուրախ եմ, որ այսօր կա այս օրը, երբ միասին ենք, ես չեմ կարող այստեղից հեռանալ առանց իմ խորին շնորհակալությունը հայտնելու Սոնա Հովհաննիսյանին եւ իր երգչախմբին, որ այնքան բարձրորակ, այնքան արտահայտիչ, գեղեցիկ ներկայացրին իմ երեք ասացվածքը Կոստանդինոսյանի բանաստեղծությունների հիման վրա այսօր, այստեղ։ Շնորհակալ եմ Սոնային եւ բացի այդ պիտի ասեմ, որ ուրախ եմ այսօրվա այս մեր միության համար, շնորհակալ եմ Կողբ հիմնադրամին, որ ուզեց այս նախանձախնդիր եղավ իրադարձություն դարձնելու, իրադարձություն հռչակելու այսօրվա օրը այս ձևով։ Մենք եղանք այսօր գերեզմանատանը, այցելեցինք գերեզմանակարին Կոստանդինոսյան եւ իր ընտանիքի այնտեղի եղած։ Մաղթում եմ Արա Զարյանին, Անահիսին, քաջարողություն, նաև բոլոր նրանց, ովքեր որ այս ընտանիքի հետ կապված են Կոստանդինոսյանի այսօրվա տոնակատարության արդիվ սրտանց շնորհավորում եմ, շնորհակալություն։